Բարև ձեզ, սիրելի հայրենիքներ, այսօր ինձ է հատուկ հյուրը Հայաստանի ազատագրման համաշխարհային գազագերբության համահայրախաղ պարոն Գագիկ Սալուխանյան, ճիշտ նկարագրեցի։ Այո, նորմալ է։ Հոյակապ։ Պարոն Սալուխանյան, մենք մի քիչ երբ երտանք, որ դժբախտաբար վերջին հարցազրույցը որ շատ pedagogical էր, հոսանքը մեզի թավաճանեց։ Այդ Հա։ միջանցքի մասին անգամ եւս պիտի հարցնեմ։ Ցեզի համար այդ հոսանքը վտանգ կտեսնեք, չէ՞ դի ցեզի համար լավադեսության պատճառ է կամ Հա, շատ լավ, շատ լավ։ Գիտեք ինչ կա, եկեք սենց անենք էլի։ Նախ պատկերացնենք համաշխարհային process-ները եւ այդ համաշխարհային process-ների մեջ Հայաստանի դերը եւ նշանակությունը։ Հետո բացի այդ դերից, թե ինչքանով ենք մենք ի վիճակի մեր ճակատագիրը տնօրինել։ Կամ եթե աշխարհի ուժերները որևէ մեկը տնօրինում են, ինչքանով կարող ենք ազդել այդ process-ների վրա։ Պատկերացրեք sense մի բան։ Հարցը գնում է ոչ թե Հայաստանի մասին, այլ Պանամայի նեղուցի մասին։ Նայ, Պանաման, Հյուսիսային եւ հարավային Ամերիկաները կիսող մի հատ ջրանցք է։ Մեկ է Պանաման կայնում է, ու ասում է չեմ թողում, չեմ ուզում, չէ ոչ մի նավ չի անցնի։ Դու Պանաման քանի գլխանի է Ամերիկայի, Չինաստանի դեմ, որ կայնի ասի չեմ ուզում։ Հիմա մարդիկ հաշվարկել են Եվրոպա, Ամերիկա, հզոր պետություններ, որ այս ճանապարհը իրանց բոլոր համաշխարհային process-ների մեջ ինչ-որ մի մասով էժանացնում է ամբողջ այդ հսկայական ծավալի մեջ հսկայական գումարներ անում։ Հիմա Հայաստանը կարա ասի Ամերիկա, давай радут քաշի, Ռուսաստան դուներ радут քաշի, Թուրքիա դու вообще կդրի, չեմ ուզում։ Արա հոտուկ բան չեք։ Դուք ուզում եք մեկուսանաք աշխարհից, մեկուսացե եկեք այդ մեկուսականության տեսլականը ճշտենք, մեկուսանում ենք եւ ինչ ասենք ախպեր, չենք ուզում ու վերջ։ Ես ասեմ հետեւյալը. նախ եւ առաջ այդ միջանցք հասկացողությունը այս ամբողջ process-ի մեջ մտցրեց Ռուսաստանը։ Երբ որ 20 թվականին պատերազմը, ասենց ասենք, մեր պարտությամբ ավարտվեց եւ այնտեղ կապիտուլյացիան պետք է ստորագրեր Նիկոլ Փաշինյանը, Պուտինն է ավելցրել այդ տակը Զանգեզուրի միջանցք հասկացողություն։ Երբ որ քանի կար մենք ասում ենք մեր օդանավերախի են Հայաստանում կայնած եւ չեր ռմբակոծում ադրբեջանական դիրքերը, մեզի ասում են Հայաստանը իրավաբանորեն պատերազմի մասնակից չի։ Դա Արցախի հանրապետությունն է, հա, մենք օգնում ենք, բայց նման տեխնիկա կամ Իսկանդեր եթե բաց թողենք Հայաստանից բան, կստացվի որ մենք մտնում ենք պատերազմի մեջ, մենք իրավաբանորեն պատերազմող կողմ չենք։ Ախպիջը, եթե Հայաստանը իրավաբանորեն պատերազմող կողմ չի, Արցախն է դադարվել է, բախեք Հայաստանի վրա պայմաններ դնում, որ պիտի ճամփեն բացես կամ չբացես։ Տրամպը չկար, ոչ էլ հələ այն ժամանակ Բայդենն էր, ոչ էլ Բայդենը մասնակցեց, ոչ էլ որևէ եվրոպացի, երբ որ Զանգեզուրի միջանցք հասկացողությունը ռուսները բերին կպցրեցին։ Ես ասեմ հետեւյալը, հələ երբ որ ուրախությունից Էրդողանը արդեն այդ ճանապարհը կորչել էր Թուրանի դարպաս, տեսեք, Թուրանի դարպաս, Հայաստանում արդեն պրոպագանդա էին տանում։ Ասում էին ժողովուրդ ջան, չէ, ոչ մի Թուրան, ոչ մի բան, իմացեք, արխային եղեք։ Այդ ճանապարհը վերահսկելու է Ռուսաստանի ՖՍԲ-ն, Ռուսաստանի զինված ուժերը, Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Յանը Ռուսաստանը մենես մի աչքից լուսներ, այդ Ռուսաստանի վերահսկած Լաչինի միջանցքը տեսանք ինչով ավարտվավ, որը մի հատ էլ մեզի հանգստացնում են։
Ինչի համար եմ ես այդ ամեն ինչը ասում, որ այն ամեն ինչը, ինչ Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայերի մեջքի հետևում, ինչ ծրագիր որ կազմում են, հետո էլ ռուսների միջոցով բերում հրամցնում են մեզ, ավարտվում է մեր ջախջախիչ պարտությունով կամ տեղահանությունով կամ ցեղասպանությունով։ Հիմա այս ամեն ինչը տենալուց հետո ամերիկացիները հասկացան, որ այս ճանապարհով արդեն վերջնական ռուսական, չինական, թուրքական կայսրությունները, որ կան, այդ ասենք ասենք չարիքի առանց պետությունները շատ կուժեղանան այս տարածաշրջանում։ Տեսեք, ես նորից չեմ ասում, որ մեր սիրուն աչքերի համար։ Ամերիկացիները ուղակի այսօր Ամերիկան որտեղ ինչ քայլ ուզենա անի, չկա աշխարհում, անգամ Չինաստանը, որ հզորագույն պետությունն է, որ բանը Տրամպը ասի սենց արա, ու ելի ասի չէ, չեմ անում։ Ճիշտ է, հարաբերությունները շիկացել են աստիճան, որ արդեն անհնար է թաքցնել, որ ամեն ինչ գնում է դեպի պատերազմ, բայց գոնե այս փուլում չի կարա ասի չեմ անում ու վերջ։ Ինչ մնաց Ադրբեջանը, Թուրքիան կամ Էսիմով։ Դրա համար նա տեսավ, որ արդեն Հայաստանին խեղդում են, նա տեսավ, որ մեծ ջանասիրությամբ էլ Նիկոլ Փաշինյանը խաղալով արևմտամետ, իբր արևմտամետ, բայց իրականում տակուց, իբր չուզելով, իբր չկարողանալով, իբր անհնարության այդ բանի տակ ռուսական բոլոր ծրագրերը ինքս թե իրականացնում։ Երբ որ ես ասում եմ ռուսական, որովհետև հենց Ռուսաստանում է ծրագրավորվում դա։ Ճիշտ է, կարող է դա թուրքերի շահերից էլ է բխում, բայց ռուսներն են անում։ Ոչ թե թուրքերը բան են անում, հրամայում են կատարվում է, այլ թուրքերը իրանց ցանկությունը ասում են, այդ ցանկության դիմաց ռուսները իսլամական այդ պետությունների դեմ դնում են իրան, ասում են, ցենց ուզում եք լինի Հայաստանի հետ կապված, հա, այս պոզիցիաները մեր համար արեք, այսինքն մեր բարեկեցության, մեր ապագայի համար կամ հաշվի ռուսները առևտուր են անում։ Եվ Տրամպը ընդամենը ձեռներից խլել է, կանչել է Ալիևին ու Նիկոլին, որոնք չեն կարող ասեն չենք գալի, չեն կարող ասեն այս ինչ բանը չենք ստորագրի։ Հասան ընդ Ամերիկայում շատ լավ գիտեն, որ այս երկուսն էլ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը KGB-ի աշակերտներ են եւ իրանց գործակալներ են։ Ուղղակի դիվանագիտական խողովակներով, տարբեր ճանապարհներով արևմուտքը այս կամ այն դիրքերում ստիպում է նրանց կատարել այս կամ այն քայլը։ Այդպես էլ կատարվավ այդ ճանապարհի հետ։ Հիմա, եթե հայերին իսկապես մեր հայկական կողմին, իսկապես դա իրոք պետք չլիներ։ Այդ դու քանի գլխան ես, ամբողջ Միջին Ասիան, ամբողջ Հեռավոր Ասիան, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, Վիետնամը, Ճապոնիան, դու սաղ այդ պետություններին խցանի նման այսպես կայնել ես, ասում ես չեմ ուզում։ Արա դու քո ուզելով չի, նախ դա շահեկան է, մեկ։ Բայց եթե այդ շահեկանությունը պետք է լիներ ռուսների վերահսկողության տակ, ուրեմն իմացեք, ոչ մի շահեկան բան չենք ունենա, բացի նրանից, որ մի անգամ եւս մի բանով եւս կախված լինենք ռուսներից, եւ ասենք մի հանգամանքով եւս ասենք իրանց ոտը, սապոգը մխեինք Հայաստանի տարածքում, ու վերջ ընկնենք կրակը։ Տրամպը ընդամենը այդ ճանապարհը վերցրել է իր հսկողության տակ։ Հոյակա, պարոն Սոլոքանյան, հոյակա, հասավ միտքը։ Պիտի հասի մեջ միազնի, ընդրուչան ինչու որոդե, պամոսիկ որ անդեր պիտի հասնի։ Դրական է, որ Փաշինյանական ճակատը եւ անգամ որ Գեբելսը գսե որ սուդը գրտնե գտնա իրականություն։ Փաշինյանիզմի կարոտ շագան մեքենան հագարակ անոր որ բոլշևիկ իզնագիստներ ունի, ես իսպիրքեն գիտեմ, անստաբես ռուսաբաշտ մարդիկ որ Ռուսաստանի անունով բաշտամուկ կնեն, Ռուսաստանի անունով, եւ որ ես
այսքան շարժմանը եւ ծեր այդ բևերի եւ ծեր այդ ամերիկյան տրոշակին յետևենքը քալեի ինձ ինչ հաույան եւ անես տապեցին որ արեմդամեդես Հայաստանի միտ գործանես այդ տեսակ բոլշևիկներ այսօր Փաշինյանիզմի ճակատի մեջ ունեն եւ այսօր կփորձեն մեզի համոզել որ Էջմիածինի հաղթանակը ռուսական ուժերուն դեմ դարավ Վարշավետ Փաշինյանը եւ արեմդամեդ ուժերը եւ անկան ասուտը գրտնված է որ իրենք սկսան հավատալ որ իրենք արեմդամեդ են գարձես ինչ կուզեք ասել Ուրեմն հարգելի Պետրոս, լավ է որ մի անգամ եւս արդ ես տալի, ասենք, երևի մի քանի տասնյակ անգամ տարբեր լրատվամիջոցներում եւ տարբեր առիթներով արտահայտվել են։ Որ Նիկոլ Սպիրկինը չկհավատան որ Նիկոլ Փաշինյանը արեմդամեդ է Նիկոլ Փաշինյանը այո այդպես կհավատան մարդիկ համոզված են որ Նիկոլ Փաշինյանը արեմդամեդի ուղղուտով Կրեմլի լավագույն գործակալներից մեկն է, եթե ոչ ամենալավը։ Ուրեմն նա կարողանում է, նայ, երբ որ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, չէ, Մոսկվայի, Ռուսաստանի համար ինչ-որ մի դրական բան էին անում, իրանց համար դրական, բայց հայերիս համար ոչ դրական։ Ասենք, հա, մեր վարկանիշին ազդող, մեր բարեկեցությանը ազդող ինչ-որ քայլեր էին անում, բայց իրանք այնքան կոպիտ էին անում դա, որ մարդկանց մեջ արեկոծություններ էր առաջացնում եւ հակակրանք, ասում են, Սերժ Սարգսյանը քրիօլիգարխիկ համակարգը զարգացնում է, Ռոբերտ Քոչարյանը ցավ վաճառեց գույք պարտքի դիմաց ցավ Հայաստանը տվեց Ռուսաստանին, բայց ինչ պարտք էր, որ դու տլեց, որ դու առաջացավ չհասկացան։ Այդ էլ հանած կա։ Եվ հասարակության մեջ շատանում էր անհանգստությունը, հակակրանքը ռուսների նկատմամբ, հակակրանքը իշխանությունների նկատմամբ, բայց Նիկոլ Փաշինյանը կարողացել է այնպիսի լեզվաբանական լոլոներ կարդա, որ մի կողմից համ հարգում սիրում են, գիտեն թե ինքը արև մտամետ է, բայց մյուս կողմից ծայրից ծայր կատարել է ամեն ինչ, ինչ Կրեմլից ինքը հրանգները ստացել է։ Հիմա դնում ենք նժարներին, նայեք, բանը տեսել եք, չէ, Ֆեմիդայի արձանը, որ աչքերը կապած է դադավորի, չէ, ինքը չգիտի ով է։ Հիմա վերցնում ենք Նիկոլը չի, ինչ որ X անձնավորությունը, վերցնում ենք։ Արցախը հանձնվել է իր օրոք, հանձնվել է։ Արցախը դադարվել է։ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից ասում է, որ հայերը ագրեսորներ են, ասում է։ Նիկոլը չի պատասխանում։ Ամերիկայից եկել են, ասել են, ախպեր ինչ զենք է պետք, ինչ է պետք օգնել։ Ասել է պետք չի մեզի, ոչ մի բան, ով ասել, Նիկոլն է ասել։ Նենսի Պելոսին եկել է։ Սկանդինավական խաղապահ ուժերին ասեցին, որ պետք է գան Արցախը պահեն։ Հրաժարվել է Նիկոլը, հրաժարվել է։ Ինչ որ էս 7 տարվա մեջ, տեսեք, Ռոբերտը եւ Սերժը 10 տարի են եղել, ամեն մեկը 10 տարի։ 7 տարի էլ արդեն սա է, մինչև մյուս տարվա ընտրություն արդեն 8 տարի կլինի, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությանը գրեթե համարյա նույն ժամկետը։ Ցույց տվեք մի հատ բան, որ ասենք մարդիկ, հայ մարդիկ մի քիչ իրանց մեջ արխայնացել են, որ ասել են, արա, ոնց որ իսկապես մի քիչ ուժեղացել ենք։ Ըհը, այս ինչ ֆրանսիական զենքն եկավ, ըհը, այս ինչ ամերիկյան զենքն եկավ, ըհը, այս ինչ արևմտյան կամ նատոյական բազան ստեկայնավ, էլ թուրքը քանի գլխանյա։ Ցույց տվեք մի հատ հանգաման, բացի լոլոներից, բացի TV-ներից ու TV-ներում դատարկա խոսությունից։ Բերեք մցրեք աչքս, ծնգաչոք ներեգություն խնդրեմ բոլոր հայերի։ Ցույց տվեք Ուրան Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական գնահատականը, երբ որ ինքը հայտարարեց, թե իբր հեղափոխություն արել։ Արա դուք հասկանում եք հեղափոխությունն ինչ բան է։ Հեղափոխությունը գրեթե նոր ծնունդ է նոր պետության։ Նոր պետության ստեղծման նման մի բան է։ Հասկանում եք, որ այդ մարդը, եթե գնահատական չի տալի,
որ մենք էս ինչ մարդիկ, էս ինչ խումբ, էս ինչ նպատակով, պետք է գրի ամեն ինչ, հռչակագրի նման, մենք ունենք անկախության հռչակագիր, ունենք, թե եք հռչակի, այդ ինչ եք հռչակի, կարդացին չէ, հելավ Ալեք Մանուկյանը, անունը, լավ, կարդաց չէ, ազգային ժողովի ամբիոնից հռչակագիրը կարդաց, ծապարեցին, այլևս գնում ենք դեպի անկախություն։ Ուր է քո գրած հռչակագիրը, հեղափոխությանը հռչակագիրը։ Ուր է քո մեղադրական են մի էջը, լավ, չեմ ասում 10 էջ, մի էջը, մեղադրականդ, որ դուք սրիկաներ, արեցիք, մենք էլ ստիպված էինք, հելնեինք ոտի ու հեղափոխություն անենք, ուրա գրածը։ Եվ գրելուց հետո, 7 տարի հետո, նոր, պարզաբանվում է, որ Էջմիածինում, ես ինչ վեհապարը, ես ինչ սրբազանը, KGB-ի ագենտներ են, յա լուրջ ես ասում։ Այդ որ գոռում գոչում էինք, որ ամբողջ հայկական հայ եկեղեցին դառնա KGB-ի առանձին մի վարչություն։ Այդ մեկ։ Երկրորդը, այսինքն այն քաղաքացիական կյանքում KGB-ն չէր իշխում, մենակ եկեղեցիում էր իշխում։ Ուղղությունով ամբողջ վերից վար Հայաստանը KGB-ի գործակալով լցված են, ռուսական ագենտուրաներով։ Ու ամեն էտապի մեջ ում ինչ հանձնարարում են, դա կատարում են։ Գեներալներից սկսած։ Դուք խաբար եք, որ բացի եկեղեցուց, գեներալները, որ իրանք կոչում էին ստանում, չէ, ասեն կարծես թե Հայաստանում գնդապետ է, պետք է ստանա կոչում, գեներալի, ներկայացնում են, ինչ նախագահ պետք է ստորագրի, այդքան ասեն շնորհավոր գեներալ։ Հասկանալի է։ Ուրիշ բանը բիլավելցնեմ, որ գեներալները իրանց նշանակումը ստանում էին Մոսկվայից, քանի ամիս սպասում էին, որ գալիս էր, բանը նոր շնորհավորում էին, ասում են շնորհավոր հաստատեցին։ Իա, լուրջ եք ասում։ Բարոս Ալուխանյան, հասկացա։ Լավ, ուրիշ հարցում ունեմ, որ ձեր քննադատականը։ Այսօր արևմտյան մամոնի մեջ ինտերնետի վրա ամենեն հրճագավոր գայքերը մեկը MSN-ը, Microsoft-ը նույնպես գրել որ Ռուսաստանին ցերկեն ամերիկան խլեց Հայաստանը, այսինքն միջազգային մամոնը այդպես կհավատա։ Ինչպես հաշողության հասնել այ միջազգային մամոնը ասի չի դա որ ձեր են գրում։ Ուրեմն նայեք, կա նաև հոգեբանական ճնշում։ Նայեք, հոգեբանական ճնշում կա։ Իրականում դեռ չի խլել, հա? Բայց իրանք հայտարարում են, որ խլել է, որ ասենք տրամադրությունները մարդկանց փոխի կամած։ Ոնց է խլել, եթե ամբողջ Հայաստանի տարածքում ռուսական բազաներ են կայնած։ Նույնիսկ մի հատ բացատրեք, Գյումրիում ռուսական բազա է, բացի այդ ռուսական բազայից մի հատ հատուկ հրամանագրով, ես անգամ այդ հրամանագրի վերաբերյալ մեծ հայտարարություն եմ արել մեր կազմակերպության անունից, որովհետև հանձնարարությունը տրված էր ռուսական հարավային օկրուգի, ռազմական օկրուգի հրամանատարությանը, որ հարավը Ռուսաստանի համար, այսօր քանի որ Անդրկովկաս է, Ռուսաստանի համար մենք Անդրկովկաս ենք, ըստ ինձ Ռուսաստանն է Անդրկովկաս, Կովկասից են կողմ։ Այսինքն մենք արդեն չենք համարվում Անդրկովկասյան բան։ Իրանց հարավային օկրուգը դա հյուսիսային Կովկասի, այսինքն այդ տարածքն է, Ռոստով, Ստավրոպոլ, Կրասնոդար, հյուսիսային Կովկասի հանրապետությունները, եւ իրանց հանրահարական էր տրված, որ Գյումրիի 102-րդ բազան համալրել։ Նայեք, համալրել է պետք։ Հիմա ես կոչ եմ արել եւ համատեղ Կովկասյան ազգերի այդպիսի կոնֆերանս կա, որոնց ընդհատակում գտնվող կամ изгнание, ոնց կլի ռուսը բան, հայրենիքից հեռացված այդ ազգերի կառավարությունների հետ համատեղ մենք մի հատ կոչ ենք արել, որ խնդրում ենք հյուսիսային Կովկասի ազգերին այդ Գյումրիում 102-րդ ռուսական բազայի համալրմանը չմասնակցել,
որովհետև դա միտված է Հայաստանի անկախությանը վերջ տալուն։ Հիմա մեկ էլ ես մի բան ասեմ, այդ ոնց եղավ, որ այդ համալրումը Ամերիկան արդեն բան արել, Հայաստանը Ռուսաստանի ձեռից խլել է, ձեռից խլողը թող Վրաստանում էլ խլեր։ Ուղղակի ես ասեմ, այո, այդ փաստը դրական էր։ Այդ փաստը դրական էր, որ Ալիևին ու Փաշինյանին կանչեց, նստեցրեց, սկի չթողեց կարդամ, թե մեջ ինչա գրած։ 3 վայրկյան, ասես նայեցին, ասում եմ, դե ստորագրեք ու ստորագրեցին։ Ֆռաց Ալիևին ասես քանի տարի է բանը, այս նախագահ, էներ ասես 23 թե 22, ասես քմծիծար տվեց, ստուտելավ, հա։ Այսօր ընթանում է համաշխարհային պատերազմ։ Հիմա ես ձեզ ասեմ, ուրեմն Գյումրիի բազան, որ կա, ռուսական բազան, այնտեղ պայմանագրի մեջ հստակ գրված է, որ ցանկացած զինատեսակների փոփոխություն, համալրում կամ կազմի փոփոխություն, քանակի փոփոխություն պարտադիր պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ։ Տեսեք։ Եթե կոնտինգենտը շատացվում է, եթե զինատեսակները չի վերահսկվում, թե ինչա բերում, մի պահ եղավ, որ Գյումրիի օդանավական ինքնաթիռը, որ իջնում էին տարբեր եսիմ արկղներով ու զինատեսակ, ինչ իմանանք, ինչ զենքեր են բերել։ Դա մի բան կարա նշանակի, որ Ռուսաստանը առհասարակ Հայաստանին ոչ մի բանի տեղ չի դնում եւ թքած ունի։ Այսինքն սա իր տալասն է եւ վերջ։ Կամ երկրորդ տարբերակը, եթե այդ դրույթի տարը աշխատում է, որ հայկական կողմը պարտադիր պետք է տեղյակ լինի եւ համաձայնություն տա։ Նշանակում է Նիկոլ Փաշինյանը լավ էլ համաձայնություն ա տվել։ Գաղտնի առանց աղմուկ հանելու սիրուն ստորագրելը շատ լավ համալրում են։ Ինչ են համալրում, ինչ են անում, ինչ են բերում, ինչ են տանում։ Հասկանալի է, Ինչի՞ պարոն են Սարգսյան։ հայտարարում։ Հասկանալի է, լավ։ Իսկ ես շատ վախեցած եմ։ Հասկանալի է։ Պարոն Շատ Սարգսյան, վախեցած եմ, որ այն Գյումրիի Սպիտակի երկրաշարժի նման նատարեստական երկրաշարժ կանենք վերջացնել։ Աստված չանի։ Պարոն Սարգսյան, լավ։ Հիմա Պատված չանի, բայց ռուսը կարող է անում։ Մենք հիմա մեր առջև ունենք 2026-ի ընտրությունը եւ այսինքն շատ մեծ խելացություն չի պահանջել հասկանալու, որ 2026-ի ընտրությունը Փաշինյանը վճռած է։ Էջմիածինի եղած ապտակը, որ մենք ստացանք, շատ ուժեղ էր եւ ինձ համար շատ աննախադեպ է։ Սակայն ընտրության մեջ հստակ է, որ Փաշինյանը պիտի հաղթե իրեն դիմաց ընդդիմությունը անջարակ է, թե ինքը պատմության աշխարհի պատմության ամենից ցախող իշխանությունն է, ոչ թե միայն հայկական, այլ աշխարհի մարդկության, սակայն իր դեմ ունի ամբիսի ընդդիմություն, որ անջարակ է, Փերուշյանը չեմ հասկնալ եւ չի գիտեր իրեն հերացնել։ Ինչ կուզեք ասել, կան ընդդիմություններ ցիրուցան ասկային աչնան արեմդամեն ճակատն արդեն փաշնված է այս երևույթին եւ ամեն ինչ անորոշ է։ Ինչ կուզեք ասել, ինչպես պետք է այս վիճակին 2025-ի ընտրությունը հիմա կմնա, մենք ես կտեսնեմ, որ շանս չունենք։ Դուք ինչպես կտեսեք։ Շնորհակալություն հարցի համար, շատ ճիշտ հարցադրում ու շատ ճիշտ ուղղություն։ Ուրեմն մինչ այս մի քանի օր առաջ, 3 թե 4 օր առաջ Նոյան Տապան գործակալության այդ բանում, տաղավարում մի սենց կլոր սեղան տեղի ունեցավ։ Կլոր սեղան ասելով հարցազրույց մտքերի փոխանակություն, հա։ Բանավեճեր դուք բարոն Խզմալյանը կարծեմ բանավեճեր։ Հա, անունը բանավեճեր, բայց ըստ էության այդպես բանավեճեր չեղավ։ Ստացվեց այնպես, որ միտք ունեցող մարդիկ ուղղակի կիսում էին եւ մեկը մեկին ուղում էր կամ դիտողություններ անում։ Այսինքն բանավեճ ես մի քիչ ուրիշ ձև եմ հասկանում։ Ես կգազմայում ձեզ բարոն Խզմալյանի։ Առաջի անգամ էլ դա տեղի ունեցավ, առաջի անգամ տեղի ունեցավ այդ ֆորմատով, այդ տաղավարում, տեսնենք գուցե հետագայում էլ ավելի հետաքրքիր դառնա կամ ասենք օգուտ տա։ Ըստ արձագանքների, գրառումների մարդկանց կամ ուղղակի ինձ զանգերի կամ իմ գործընկերներին էլ են զանգում, պարզվեց, որ բավականին հետաքրքիր բան էր, որովհետև այն մտավոր սնունդը, որ
ազգը պետքա ստանա եւ կողմնորոշվի ինչ անել, բավականին մեծ բաժին մտավոր սնունդի բաժին ստացավ ժողովուրդը։ Գոնե ուղղություն։ Հիմա ես ինչի մարեմ ես այս ամեն ինչ ասում։ Ես մեծ մտավախություն ունեմ, որ ես այդտեղ ասացի, որ այսօր KGB-ն, այսինքն ՖՍԲ-ն, օտար ուժերը իրանց գործակալների միջոցով իհարկե առայժմ հաղթում են։ Այսինքն եթե ըմշամարտի լեզվով ասենք, հակառակորդը կարողանում է առայժմ մեզի տատամիի վրա, մեջքի վրա պարկած, սեղմած պահի։ Մենք հնարքը չենք կարողանում գտնել, որ տակից դուք գոնե հələ ծնկների կայնենք, որ հետո ծնկներից էլ կան։ Չենք կարող կայնենք։ Երբ որ որոշում ես, որ ասենք, այս ինչ ուժերի հետ գոնե այդքան չպղծված, գոնե այդքան աչքի չընկած, որ իշխանություն են եղել, ինչ որ մի ընդհանուր լեզու գտնենք, հələ տենում ենք այդ մարդիկ, իրանք են քեզ վանում։ Այսինքն իրաց պետք չի, որ դուք բան սկզբից մտածում ես, ասում ես, արա գուցե ուղղակի իրանք իրանց վրա սիրահարված են, ուղղակի ուզում են միայն իրանք Երևան, ասում ես ջանդամ, ես ծառայեմ, ես լինեմ զինվոր, ես լինեմ ուղղակի սորական բանվոր, անեմ ամեն ինչ, միայն թե ես գաղափարը առաջ գնամ։ Հələ տենում ես չէ, այդ գաղափարն էլ չեն անում։ Տենում ես չէ, Մոսկվայի նարատիվներն են կրկնում։ Այս վերջերս մի հատ կլոր սեղաներ, արա գնացի հաստա։ Այս մարդիկ են գոռում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու վրա հարձակվել։ Արա Նիկոլ Փաշինյանը, ես հիմա այս պահին Նիկոլ Փաշինյանին չեմ պաշտպանում։ Բայց Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ անելու համար ինքը մատից չի ծծում հանում է, ինչ-որ բան հնարում։ Եղած բանը իհայտ է բերում, ժողովուրդը ասում է, բայ ինչ անել, ճիշտ է անում։ Իսկապես, բայց ինքը դա կիսատ պռատ է անում։ Ինչի մենակ եկեղեցու մեջ այդ 2-3 սրբազաններն էին պղծված, հա? Կամ մենակ այդ 2-3 սրբազաններն էին, մենակ որ գաղտնալցել եք կամ գաղտնի նկարահանում եք կարել։ Թե ով քերու կնգա հետը կամ ով հորոխոր կնգա հետը։ Սա եկեղեցին, այս վերնախավը հոգևոր մեր ղեկավարները լուստրացիայի ենթակա են։ Եվ առանձին վերցրած միայն եկեղեցիով չէ, որ պետք է մաքրես, այլ ամբողջ պետությունը։ Ինչ գործ ունե Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանի թմերը ազգային ժողովում, հələ ինձ բացատրեք։ Իրանց տեղը կալանավայրում է։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը։ Տակը մնացածը սա բլա խոսք ասել պատա ու բան չես հասկանում։ Ջովերջ փաստացի կոնկրետ գործ չկա։ Դրա համար գալիք ընտրություններին ես ասում եմ մենք դեռ պարտվում ենք։ Այո։ Ես դրա համար ասում եմ, տեսեք մարդիկ կան, որ նայ առավել ապուշները, ինձ մեկը գրում ասում է, ինչ եք հիասթափացնում ժողովրդին։ Հար ասում եմ, այանն ասում, չեմ հիասթափացնում, ես ասում եմ փաստը, որ մեռնում ենք։ Այդ մեռնողին դեղ է պետք։ Գործողություն է։ Դեղը որն է, համախմբվել է։ Այո։ Դեղը որն է, սեփական գոռոզությունը դնել մի կողմ, գալ ռիալ գնահատական տալը։ Հարց տալ, այսինքն կայնում ենք իրար երեսեր։ Ռուսաստանը թշնամի է։ Եթե դու ասում ես, չէ, պրկսալ, էլ է դեղը չկա։ Այսինքն դու անազնիվ ես, կամ լրիվ ապուշ, կամ կույր։ Ես քո հետ ինչ համախմբվեմ, ինչի շուրջ համախմբվեմ։ Համախմբենք, գնանք, ասենք ինչ-որ միտեղ կերամիկական սալիկներ խփենք իրար հետ, փող աշխատենք, այդ ուղղությամբ թե երկիր փրկենք։ Արա եթե գնահատականը չես կարում տաս, կամ չես ուզում տաս, ինչին համախմբվեմ։ Ահա։ Նայ, հələ մի հատ հարց, տես,
Ռուսաստանը թշնամի է թե չէ, գնաց ամիսներով լոլոները։ Ուրեմն այդ լոլո կարդացողների մեջ կան մի քանի շերտ։ Մեկը ապուշա, որ չի տենում, մեկը վախում արա, ոնց ասում ռուսա, վախերն է մեջը։ Այն երրորդը գործակալ է, մտել է ազգային շարժումների մեջ, որ ինքը սուտի բանանի։ Ես լսում եմ երբեմն իրեն ազգային համարող ու հələ մի հատ էլ միստր բան ունի, հետևորդներ, որ լսում են, կարծե արա այսի տղայը հայորդի է, սենց անում, ասում Արցախը համախմբվան եւ 4 պետություն համախմբվան եւ Արցախը հաղթեցին Արցախին։ Ովքեր են։ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան եւ Իսրայել։ Այս մարդը ազգային է համարվում։ Ռուսաստանի անունը չի տալի։ Արա Ռուսաստանում ան գծու է դա։ Դու հասկանում ես, Կրեմլում նստել են, սեղանի շուրջ ու գծել են։ Իրանց եթե պետք է եղել, մեկ ասում են ալի, շուտ թռիլ արի։ Էրդողանին զանգել են, Էրդողան լսում ես, բան ենք որոշել։ Մեր հետ ես ասում հա, ընդ են գծել։ Ռուսաստանի անուն չի տալի։ Հիմա ես այդ մարդու հետ ոնց համախմբվի։ Որ ինչա, լավ, շատ ժամանակ ասում, լավ, հիմա կամ վախերը մեջնա չի ուզում բանան, լավ, ոչինչ, զատո ինքը ընդհանուր շատ կետերում լավ բաներ ասում է։ Արա բայց տենում ես, որ պատերազմը հենց լոկ հենց այդ մի կետի հիմար է։ Մնացած կետերը սա սուտի բաներ են։ Մնացածը բոլորն էլ ասում են, այո, ես եկա նայ բռնելու եմ, դատելու եմ, սրանց ցենց եմ անելու, նենց եմ անելու։ Ես իմ, հա, լոլոները շատ են, բայց կոնկրետ ռեալ քայլ չկա։ Դրա համար եմ ասում, մեր հայ ժողովուրդը այսօր կիզակետում դեռ չկոդրված, ովքեր հստակ տենում են վտանգը որտուց է գալի, եթե դրանք չօգնեցիք, չհամախմբվակ դրանց շուրջ, գործել այդ բուրտը հայ ժողովուրդ։ Ու ոչ թե մենակ դա սպառնում արդեն միայն Հայաստանում բնակվող հայերին, որ իրանց վիճակը վատ է լինելու, արտագաղթի ճանապարհն են բռնել, այ ոնց որ արդեն ոնց որ ասում եմ գեներալնի փորձարկումն արեցին, ռեպետիցիա, Արցախը տեսան, էլ 2 օրում ոնց դադարեցին։ Հայաստանը մի 4 օրում կդադարեն։ Ուղղակի Հայաստանի ճանապարհներ ավելի շատ են, էլի։ Եթե Արցախը մենակ Լաչինով դուրս եկավ, հա, Հայաստան դուրս գալ նայ, Ջավախքից, Ալավերդուց, Տաշիրից, Իրանից, ինչքան ճանապարհներ են։ Շո, վերջացած է։ Հետևեք միայն, այ տեսեք այս դրոշը։ Սա Տիգրան Մեծի դրոշն է։ Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության դրոշն է։ Կմիանաք մեզ, կաջակցեք, կզանգեք, կասեք ինչով օգնենք։ Կզանգեք, կասեք ինչով օգնենք։ 4 րոպե եւս ունենք։ Ձեր շարժումը որ ուժը ինչ որ թեմ ասում կփրկվեք, շանս կունենաք փրկվելու, որ ժամանակը այնքան կարճ է։ Արդեն կարճ, արդեն էլ ժամանակ չկա։ Այո, բարոյ Սոլոխյան, ունենք 4 րոպե։ Ձեր շարժումը որ ուժերու հետ պատրաստ է համակորձակցելու կամ համակորձակցի, ունենք 4 րոպե դակավին։ Մի հատ պայման կա բոլոր ուժերի հետ։ Բոլոր ախտին։ Ով կգա կասի։ Մենք ընդունում ենք ձեր ծրագիրը, որ Հայաստանը պետք է ազատագրվի ռուսական, թուրքական ճիրաններից, ռուս-թուրքական, ով անուն կտա միայն թուրքին է, ուրեմն առաջին դավաճանը կամ հիմարը ինքն է, կամ դավաճանը, կամ հիմար, всё չկա ուրիշ տարբերակ։ Ով կգա կասի մենք ընդունում ենք այն ծրագիրը, որ ռուս-թուրքական ճիրաններից պետք է ազատվենք, ով կասի դուք ճիշտ եք, որ պետք է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ որպես դաշնակից որովհետև մինչև այսօր գոնե վերջին մի քանի տասնյակ կամ մի քանի 100 տարվա մեջ մենք տեսել ենք որ միայնակ Ամերիկան է իր խոսքի տերն եղել ամեն ինչ արել է հայերի համար եւ հայկական կողմն է հրաժարվել։ Ունենք 3 րոպե։ Պիտի գնիշեմ մի քանի ուժ որ նույն ցերեսածը գսե։ Հոսանք շարժումը, Լուսի Պանագը, ասկային ժողովրդական պեպերը, այմը ասոնք կսեն։ Համակորձակցեք հոսանքը Հայկ Նազարյան, Լուսի Պանագը, Գարեն Արայան, Գարդեմիրը գսե։ Կտատես բան։ Չկա տեսբան։ Այդ մարդիկ եթե այդ բանը ասում են,
Ես մարա, անեն չալի էլի, եթե գիտես ինչ կա, եթե հենց իրանք իմ դեմ այդ բանն ասեին, ես անես փաստեր կդնեի իրանց դեմը, ես պատրաստ եմ, գիտեք ինչ կա, ներել մարդուն, որ ասեն չի հասկացել, չի տեսել, հեռատեսություն չի ունեցել։ Լավ, ոչինչ, պատահում է։ Բայց ո՞նց է ստացվում։ Մինչև մեր ասածները, գոնե վերջի մի քանի տարվա մեջ ինչ ասել ենք, կետ առ կետ կատարվել է, հիմա ով ում պետք է միանա, հələ բացատրեմ։ Այն մարդը, որ սխալվել է, ասեմ դե լավ, այն վաղ սխալվել է, ես էլ չեմ սխալվել։ Փոխանակ ինքը պարկեշտություն ունենա, արաս դե չէ, սրանից հետո պետք է մարդուն լսեմ, որովհետև ինքը չի սխալվել, ես սխալվել եմ։ Այսինքն ստե ի՞նչն է խոսում։ Էլի իր քթից ես լինել, իր գոռոզություն։ Նկատի ունի այ մի փևեր ասպարակային։ Արա, լսեք, այմի ու բևերին մասին ասեմ։ Դակում երկու օր ունի բայց։ Մի քանի տարի, չեմ ասում 2 օր, չեմ ասում 10 օր, չեմ ասում 3 ամիս, մի քանի տարի կռիվ էի անում բևեռում, այն ժամանակ հիմնադիր խորհրդարան բևեռ, կռիվ էի անում, վիճում էի, արածում էի, այ մի խիքտ ես բաներ ասում, չէ, վաճառված եմ բան, այվում նույն բանը, արածում եմ, այդ մարդկանց ծրագիրը նույնն է, ընդ էի վիճում, հարա, ես հենց ոչ ընդեմ, արդեն իր այդ աղբեր են, ինձի բացադրեք էտի, ու այդ աղբերությունը երբ որ անում են, մեկ պարկեշտություն չունեն, ուղղակի ասեն, արա, ոչ ու փուչ, զինվոր տղա ես, տաղ կյանքը, հել արի, մենք ստե իրար հետ ենք արդեն։ Հիմա ինձի բացադրեք, դա ինչ է, եթե ոչ հիմարություն առնվազն, կամ դիտավորյալ պրակտում, դիտը, երբ որ ես արդեն են առողջ ուժը իրանց հետ չի, արդեն կարան միանան, որպեսզի, ասենք, չեմ ուզում գնահատական տամ ավելի խիստ։ Դակավինգա հոսանք եւ լույսի Ու, բանակը գիտես ինչն է հետաքրքիր։ Դակավինգա հոսանք եւ լույսի բանակը երկու ուժ դառնունիկ մերգես ռոբե։ Լույսի բանակը ինքը վատ տղա չի, ես ձեզ ասեմ, այդ տղեն վատ տղա չի, բայց այդ տղեն երիտասարդ է եւ նորա քաղաքականության մեջ մտե։ Ինքը դեռ հələ նախավարժանքների մեջ է։ Ինքը հələ պետք է իր մկանները խաղցնի, հələ հելի սար իշնի, մի հատ էլ հելի, մի հատ էլ իշնի, մի հատ էլ հելի հոգնի, ու հետո արասից այդ չի ախրել։ Իսկ հոսանք շարժում ունի 1 րոպե, հայտնազան հոսանք Բաներ կա, նրբություններ կա։ Ես այդ տղու մասին շատ վատ բան չեմ կարող ասեմ։ Ես ընդամենը կասեմ երանդով է։ Ես հանդիպել եմ իրան, անգամ մեզ շատ հետաքրքիր էր, որ մեր դրոշները իրար նման էր։ Ինձ համար ամենայն դեպս հետաքրքիր էր։ Ես անգամ իրան ասեցի մենք մոտ 4 տարի առաջ ենք այս դրոշը որթեգրել մեր դուք չգիտեմ երբ դե ո՞ր մեկ րոպե եւս ունի։ Հոսանք շարժում Հայկ Նազարյան 1 րոպե ունի։ Իսկ հոսանք շարժում Հայկ Նազարյան։ Ինչ շարժում։ Հոսանք շարժում Հայկ Նազարյան։ Ասկայնական ճիշտ ասած լսել եմ հերրակա, բայց ասեն շատ ուշադիր չեմ բաներ էլի։ Ես մի բան ասեմ, այդ շարժումները սա պետք է կան մեր ճանապարհը, որովհետև ես կազմակերպության համանախագահներից մեկը ես եմ, թող հələ այդ մարդկանց աճում են, արա, մի քիչ 2-3 հատ գիրք են կարդում եւ դառնում են առաջնորդ, արդեն շարժում են պետք է այդան, արա, հələ դուք մի հատ էլ եկեք 35-40 տարվա քաղաքական պայքարի մեջ եղած ու միշտ ստվերային աշխատանք տանող ոչ մի իշխանության հետ չհամակերպվող, որովհետև KGB-ի գործակալներ են, հիմա կարող է մարդ լինի, ասի անբարիշ է, ոնց բարիշ եմ, ես Գիտլերի կողմից նշանակված պոլիցայների հետ։ 10 վարյան։ Դրա համար ասում եմ, իրանք պետական ընդունեն մեր ծրագրերն եւ մենք գնանք դեպի առաջ։